Բարևձեզ հարգելի հեռուստադիտողներ, Ցայք հեռուստաընկերության ուղիղ եթերում Եղիր իրազեկ հաղորդաշարն է, այն իրականացվում է Գյումրու առաջընթաց քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Counterpart International Հայաստանի և ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ։ Այսօրվա հեռուստաքննարկման թեման է քաղաքաշինություն, բնակարանների, շինությունների օրինականացման կարգ, անօթևանություն։ Եղեք իրազեկ։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք աշխատում ենք ուղիղ եթերում և թեմայի վերաբերող ձեր հուզող հարցերը կարող եք հղել 505 42 և 305 42 հեռախոսահամարներով, իսկ այժմ ներկայացնեմ մեր հյուրերին։ Բիոսոֆիա հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Պետրոսյան, Շիրակ կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյան, Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Լեոնիդ Դավթյան, Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի գլխավոր մասնագետ Վարդան Շախոլյան։ Բարևձեզ, շնորհակալություն այսօրվա քննարկմանը մասնակցելու համար։ Այսօր կխոսենք մենք քաղաքաշինական խնդիրների մասին, բայց մինչ այդ բնակարանաշինական խնդիրներից խոսենք, որովհետև արդեն 25 տարի է բնակարանաշինության խնդիրը և ըստ էության քաղաքի վերականգնումը 25 տարի չի լուծվում։ Առաջիկայում նախատեսվում էր 420 ընտանիքների բնակարանների ապահովվածության խնդիրը լուծել։ Այդ խնդիրը տեղափոխվեց, եթե չեմ սխալվում, 2014 թվականի սեպտեմբերը։ Ինչ է կարծում, ձախողվում է այս ծրագիրը, թե ոչ։ Իհարկե, առաջին հենց խոսքը, ինչպես 25 տարի են ձախողել աղետի կոդու վերականգնումը, բնակարաններով ապահովում անօթևան ընտանիքներին, այդպես էլ այս վերջի ծրագիրը կառավարության աղետի կոդու վերականգնման, անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման այս ծրագիրը եւս կարելի է համարել ձախողված, որը գործող նախագահի նախընտրական ծրագրի եւ նախորդ եւ առաջի փուլի եւ երկրորդ փուլի կարևորագույն հոդվածներից մեկն էր նախընտրական ծրագրի, այս պահին արդեն կարելի ասել որ ձախողված է։ Առնվազն կոնե ժամկետը, որ ընտրությունների արդյունքները ցանկալի չեղավ, դա էր պատճառը։ Գիտեք, ես չեմ ուզում կա նման տեսակետ, քանի որ 420 լրացուցիչ, իրենք կոչում են լրացուցիչ, բայց թե ինչի են լրացուցիչ, ես չգիտեմ, որովհետև անօթևանների հերթացուցակը մինչև 2008 թվականը այդ ձևավորված 2008 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ձևավորված անօթևանների հերթացուցակը Գյումրի 4270 ընտանիքից է բաղկացած եւ մենք մոտավորապես 1056 եւ 1756 բնակարաններ են շահագործել կառավարությունը եւ 420-ը երբ որ իրենք ուզում էին մնացածներն են տխրահարճակ ԲԳԲ-ներով ապահովել, բողոքեցինք, համոզեցինք, չգիտեմ, ստորագրահավաք կազմակերպեցինք եւ որոշեցին այն ամենին բնակարանաշինությունը շարունակել, բայց չգիտեմ ինչի լրացուցիչ բնակարաններ են, այդ լրացուցիչ ծրագիր են անվանումը դրել 420-ը խոստացված էր եւ պետք է շահագործվեր ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ին։ Ես տեղյակ եմ, որ նաև կառավարության եւ Գլենդել Հիլզի շինարարություն իրականացնող կազմակերպության միջև կնքած պայմանագրի համաձայն նաև երևի գումարային այդ խնդիրներն են լուծված բյուջեի հաշվին, բայց ինչպես գիտենք, վերջերս մենք էլի նորից գրեթե ամեն ամիս այցելում ենք այդ շինհրապարակները, մեր հարցումներին պատասխանեցին, որ հիմնային աշխատանքներ է գնում, ոչ մի աշխատանք չի գնում, բարձրապես մեր գրավոր հարցումներին պատասխանել է քաղաքաշինության նախարարությունը, որը ուղարկել է Գլենդել Հիլզին, Գլենդել Հիլզը պատասխանել նախարարությանը, նախարարությունը ուղարկել է մեզ այդ պատասխանը, որ շահագործվելու են 2014 թվականի սեպտեմբեր ամսին, բայց եթե մինչև հիմա այդ բնակարանաշինությունը չեն սկսել Գյումրիում, ավելին Ախուրյան համայնքում ավելի քան 100 բնակարաններ պիտի կառուցվեր, նորից շենքերի կիսակառույց շենքերը անձրևի տակ, ցյան տակ եթե թողեցին, առավելևս գիտենք, որ Գլենդել Հիլզն էլ չի փայլում իր շինարարական, չգիտեմ, ամրության որակով եւ այլն, այդ շենքերի ճակատագիրը եւ այդ հսկայական գումարները, որ պետության պարտք է նաև փոխարել է որպես պարտք, որպես վարկ, չգիտեմ ինչ, այդ գումարները պարզապես կփոշիացվեն։ Այսինքն գումարը կա, բայց շինարարություն չի իրականացվում։ Այսինքն գումարը ծախսվել այն նպատակով։ Դուք կիսում եք, որ կարող է ձախողվել այս ծրագիրը։ Պատասխանեմ, ընդհանրապես, եթե օբյեկտիվորեն մոտենանք,
խնդիր կա եւ խնդիրը հավանաբար ոչ միայն կարելի է կապել ֆինանսական կամ քաղաքական ինչ-որ նկատումների կամ հետևանքների հետ։ Գումարը կա, քաղաքականը չկա, բայց գումարը նախատեսված է, բայց գումարը կան, ես չէի ասի, որ այդ գումարը մենք գիտենք այդ ֆինանսական հեշտականությունը, փոխանցումները եւ այլն։ Այդ հարցին երևի կոնկրետ մենք տեղեկատվություն չունենք, բայց մտահոգիչ է այն, որ արդյունքում այն ինչ որ ծրագրված էր, թեև նաեւ հասկանալի պատճառներով երևի տնտեսական դժվարություններ կան, հատկապես մեր փոքր հանրապետությունում, թերևս գոնե եղած պայմաններում, որբիսի թեկուզ շինարարական, այսպես ասած, սեզոնը արդյունավետ օգտագործվեր, որպես շինարար, որպես մասնագիտությամբ ճարտարապետ, ես կարող եմ ասել, որ դա թանկացնում է շինարարությունը, ոչ միայն հետաձգում է ծրագրի իրականացումը։ Այդ մտահոգությունը կա։ Մյուսները, եթե ոչ բնակարանները 433 բնակարան է կառուցվելու, եւ ուսադրում եմ, որ ծրագիրը անշուշտ հետաձգվեց, բայց պետք է ավարտվի այդ ծրագիրը։ Ես որ չեմ կարծում, որ ծախսված չարվի։ Հա ժամկետները անցավ, բայց ծրագիրը արվել է, անպայման։ Հերթացուցակում ինչքան անօթևան կա եւ ինչքան փաստացի տնակներում ապրողներ կան։ Հիմա տեսեք, բնակարանների թիվը մոտավորապես կառավարությունը տրամադրված էր կամ իշխանությունը, չգիտեմ, բանը 400 բնակարան, բայց բնակարանների պաշտպան հանձնաժողովը քաղաքաշինության նախարարության բոլոր փաստաթղթերը նայում է, հիմա մոտավորապես ավելի քան 300 ընտանիքի փաստաթղթեր նորմալ է ճանաչվել եւ մնում է 120-ը եւ հնարավոր է 433 չլինի, 410 լինի, 420 լինի կամ 440 լինի, այսինքն մենք որպես սիմվոլիկ թիվ 420 թիվն ենք օգտագործում, այսինքն կոնկրետ ես լրատվությունից էլ նայեցի, որ 430 ես այդ հանձնաժողովում եմ, փաստաթղթերը եւ ամենաակտիվ հարաբերությունների մեջ եմ, կոնկրետ թիվ դեռ հանձնաժողովը չի որոշել, հանձնաժողովը պետք է փաստաթղթերը նայեր, հիմա տեսեք, այս ծրագրով անօթևան ընտանիքների աղետի կոդում իրականացվող ծրագրով, որը նաեւ վերաբերում է Գյումրի քաղաքին, բնականորեն ապահովում են այն ընտանիքներին, որոնց փաստաթղթերը իդեալական է եւ երկրաշարժի պահին կորցրել են բազմաբնակարան շենքից։ Բայց եթե երկրաշարժին կորցրել ես սեփական տուն, այս ծրագրով չեն ապահովում։ Եվ իրենք համարում են, որ իրենք չափանիշներին համապատասխանող ընտանիքներին ապահովում են եւս 420 կամ 433 կամ 450, դրանով իրենք սահմանափակվում են, բայց ես ասում եմ ծրագիրը հետաձգվել է, պետք է աղմուկ բարձրացվի, իշխանությունը պետք է պատասխան տան, կլենդերլիզը պետք է պատասխան տա, որովհետեւ կա խոսակցություն, որ գումարը այլ տեղ են ծախսել եւ հիմա իրենք չեն կարողում այդ գումարի տակից դուրս գալ։ Ես ամենալավագույն տարբերակն է կլենդերլիզին պարզապես զրկեին աղետի կոդում շինարարություն իրականացնելու իրավունքից։ Նոր մրցույթ հայտարարեին, գումարները հետ վերցնեին, տեղական շինարարական կազմակերպությունները իրականացնեին, որովհետեւ փորձն է ցույց տվեց դպրոցը կառուցեն տեղական շինարարները, շատ նորմալ դպրոց է։ Կառուցեց կլենդերլիզը հերը անիծեց։ Սա այլ խոսակցության թեմա է։ Բայց ծրագրում անօթևանի հերթացակում մնում են մոտ 1000-1100 ընտանիք, որոնք նույնիսկ եթե մերժվել են, որովհետև ավելի քան 400 ընտանիքի բնակարանների պաշտպան հանձնաժողովը մերժել է իրենց բնակարանների, բայց իրենք մնում են հերթացակում։ Այսինքն եթե այս ծրագրի չափանիշներին չեն համապատասխանում, այդ դաժան պայմանները որ դրել են 25 տարի անցել է, բայց իրենք այնպեսի չափանիշներ են դրել, կարծես թե 3 են կորցրել բնական այդ մարդիկ, որ չգիտեմ դուրս գրված, ներս գրված պետք չի լինի, ընտանիքի անդամների բոլորի փաստաթղթերը պետք է լինի եւ այլն եւ այլն։ Դրա համար պարզապես նոր ծրագիր է պետք աղետի կոդուն, չգիտեմ անունը իրենք մտադիր են պայլարման տնել, ուզում են պայլարման տնեն, ուզում են վերակառուցման տնեն, ուզում են չգիտեմ այլ մոլորակայինների ծրագիր տնեն, ինչ ուզում են տնեն, ուզում են նախընտրական տնեն։ Պարզապես Շիրակի մարզում, Գյումրի քաղաքում ավելի քան 4000 ընտանիք ծայրահեղ ծանր պայմաններում ապրում են կամ տնագային ավաններում կամ կիսախարխուլ ավելի քան 4000 ընտանիք
կամ նախկին կորձանային հարակացանեմ կամ կիսափլված, գիտեմ, վաղուց վերակառուցման սպասող, ամրացման սպասող շենք-շինություններ, այդ մարդկանց պետք է ապահովել, կամ պետք է պատասխան տալ, որ մենք չենք ի վիճակի չենք, ինչպես ասեց, չգիտեմ, տնտեսական, այսինքն իրենց անձնական կապիտալը բազմապատկելու, Երևանում, չգիտեմ, հյուսային պողոտա կառուցելու վրա չի ազդում տնտեսական վիճակը երկրի, բայց աղետի կոդու վրա միշտ ազդել է, պատերազմը աղետի կոդու վրա ազդեց։ Չգիտեմ, դրանից հետո մնացած բոլոր համաշխարհային տնտեսական ճգնաժամերը աղետի կոդու վրա ազդեց եւ կառուցվածքներն էլ մի բանի նման չէ, միայն մի բան ասեմ եւ ավարտեմ, նույնիսկ նախորդ տարի շահագործված բնակարանների ճակատագրի տերմինը անհայտ։ Միջև հիմա չի սեփականաշնորհված, գազատարները չի կառուցված, թե ինչ իրավիճակ է, վերջ այդ մարդիկ ում բնակարան են ապրում։ Ասեմ, որ նույնիսկ կառավարության սեփականություն չեն բնակարաններ։ Այդ բնակարանները քննադատի սեփականությունն են։ Եվ մարդիկ պարզապես պետությունը քաղաքացիության նախարարը իր հրամանագրով բնակարաններ են բաժանել։ Այս իրավիճակն է աղետի կոդում եւ Գյումրի քաղաքում։ Բնականաբար 432 որոշման հետևանքներն են կրում հա այսօր մեր անօթևանները, երբ որ ասենք քանակով, սենյակի քանակով, հա, կորցրածի չափով էին փոխհատուցվում, բայց եթե մարդեր մահանում կամ հեռանում էր, չգիտեմ, թիվեր պակասում, պակաս էին ստանում, ավելացման դեպքում արդեն դուրս էր մնում եւ համալրում էր անօթևանի շարքերը։ Քաղաքը տնական տնտեսությունից ինչքանով է բեռնաթափվել, ունեք վիճակագրություն։ Վիճակագրությունը կա անշուշտ, բայց կա նաև իրականություն։ Այսինքն գրեթե վիճակագրությամբ ինչքան բնակարան, որ հատկացվել է տնագային պայմաններում ապրող ընտանիքների համար, դրանք տարբեր դժվարություններ կրելով հասկանալի է պարտավորվել են եւ կատարում են իրենց պարտականությունը տարածքը մաքրելու եւ համատեղ հասարակական եւ այլ կազմակերպությունների հետ տարածքը մաքրելու նախնական տեսքի։ Իհարկե դա երբեք 100%-անոց չի իրականացվում։ Քանի տոկոսն է բեռնաթափվել քաղաքտնտեսությունից։ Եթե մենք վերցնենք ինչ որ բանով վիճակագրություն սկզբնական շրջանից առ այսօր, տոկոսային հարաբերությամբ դա մոտ է 50-ից 40%-ին։ Բայց եթե վերցնում ենք տարածքների, այսպես ասած, արդյունավետ օգտագործման տեսակետից, որոնք որ ազատվում են տնագներից, դա շատ ցածր արդյունավետություն է, որովհետև այդ նույն տնագը կամ նրա մի մասը աբամոնտաժվում է, այդ ունդեղ կարող է նրա մի հատվածը մնում է, պահում են կողնել ծառ են, բան են տնկե մարդիկ, դա համարում են իրենց համար ինչ որ որոշակի տարածք։ Սեփականություն։ Ну հա, այդպես։ Տիրապետում են իրենց կառույցին։ Բայց կա մյուս տխուր պատկերը, որը էլի գալիս է մեր դառը իրականությունից։ Մենք բազմաթիվ օրինակներ գիտենք, որ անօթևանի կարգավիճակ չունեցող, այսինքն երկրաշարժից բնակարան չկորցրած կամ արդեն բնակարան ունեցած մարդ, ով որ վաճառել է իր բնակարանը, ձեռք է բերել տնագային բնակարան ու իրենք փաստորեն համարվում են տարածքը ինքնակամ կառույցի մեջ բնակվող քաղաքացիներ։ Այդ պատճառով այսօր եթե մենք պետք է ունենայինք ընդամենը ենթադրենք թե մի 1000 լավագույն դեպքում թող լիներ 2000 տնագային պես կացարան, մենք այսօր ունենք դրա եռապատիկը եւ թե ինչ շարունակություն կստանա այստեղ եւ տեղական իշխանությունների եւ պետական իշխանությունների եւ ինչու՞ չէ հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ երևի պետք է վճռական որոշումներ իրականացնել, որպեսզի չշարունակվի այդ տենդենսը։ Եթե կարճ ասեմ, այսինքն ճիշտ է, տնագային որոշ ուրեմն տարածքներ ազատվել են, բայց այն չափով, ինչ չափով որ դրանք պետք է ազատված լինեին, չի ազատվել անշուշտ։ Այդպես կարճ էլի։
Խմբերի մեջ մտնենք արդեն հեշտին քաղաքաշինական լուրջ խնդիր չի առաջացնում։ Անշուշտ քաղաքաշինական շատ լուրջ խնդիր է առաջացնում այն պատճառով, որ երբ որ երկրաշարժից հետո տնագները տեղադրվեցին, ուրիշ իրավիճակ էր եւ ենթադրվում էր, որ 2 տարում պետք է քաղաքը կառուցվեր այն նոր թաղամասերում, հետո այսին քաղաքում պետք է դրանք դուրս գային, նոր կառուցապատումներ կամ տարածքների կանաչապատում իրականացվեր, այդպես չեղավ եւ դրանք մնալով իհարկե այսօր շատ լուրջ խնդիր են առաջացնում եւ ուրիշ խնդրեմ կա այստեղ, երբ որ այն տարածքներում, որտեղ որ տնագներից ազատվեցին, կառուցապատումները չարեցին այն չափանիշներով, որոնք որ նախատեսված էին քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով։ Դա գլխավոր հադագիծներ մշակված դեռևս 89 թվականի գլխավոր հադագիծը, որին հաջորդեց վերջին գլխավոր հադագիծը, որ մշակվում էր 2001 թվականից 2005 թվականին հաստատվեց, գոտեվորման նախագիծներ եւ եթե գոնե չափորոշիչները պահպանվեին կառուցապատման, բավականին պատկերը այլ կլներ։ Այսօր այդ եղած տարածքներում, որտեղ որ տնագները կան, ազատվել են, բայց կառուցապատումներ են իրականացվել, բացարձակապես քաղաքաշինական ճարտարապետական ոչ մի չափանիշի չի համապատասխան։ Շեղումները շատ են։ Ուրեմն այն կարծիքով տնագների տեղադրումը այդ տարածքներում այդքան քաղաքաշինության ոլորտին մեծ վնաս չի հասցրել, իշքան երբ որ այդ տարածքները չասենք սեփականաշնորհը, սեփականության իրավունքով տրվել են քաղաքացիներին։ Այսինքն տնագները կարող են տասնյակ տարիներ մնալ, դրանք քաղաքաշինական խնդիր չէին, այնքան ժամանակ մինչև դրանք դարձել են արդեն սեփականության իրավունքով մարդկանց տված տարածքներ։ Այդ դա արդեն քաղաքաշինական յուրաքանչյուր խնդիր լուծելիս առաջացնում է լուրջ խնդիրներ։ Այսինքն եթե այսօր կա կանաչ տարածքում դրված տնագային, հա, տնակ, դա ինքնին քաղաքաշինական խնդիր չեմ համարում, խնդրեմ չեմ համարում, բայց երբ որ դա արդեն սեփականաշնորհում են, այսինքն սեփականության իրավունքով տալիս են, դա արդեն ընդմիշտ կարծես թե զրկում են այդ տարածքը կանաչ տարածքի վերածելու հնարավորությունից, կամ շատ տնագային թաղամասերում շատ տնագներ արդեն հանվել են, բայց այդ տարածքը ոչ մի կերպ բարեկարգված չէ, տարածքը շատ ավելի վատ վիճակում է, քան թե մինչև էդ էր էկոլոգիական տեսակետից, այսինքն հիմա այնտեղ մենք աբագեն բամբակ, ասբեստ, բաց ջրագծեր, ինչ ասես ունենք, այսինքն բոլոր առումներով դա դառնում է արդեն քաղաքի փոշու ու մյուս աղտոտումների համար շատ լուրջ աղբյուր։ Ու մյուս կարևոր խնդիրներն են, որ շատ տնագային թաղամասեր, տնագներ արդեն դրված են տարածքներում, որոնք սեփականաշնորհված են մեկ այլ մարդկանց կողմից։ Այսինքն այդ սեփականությունը, բայց այդտեղ դրված է ուրիշի տնագներ։ Հիմա եթե նույնիսկ ազատում են այդ տարածքը ոչինչ չի փոխվում, այդ տարածքի քաղաքաշինական պատկերը չի փոխվում, այսինքն հիմա այն ում սեփականությունն է գալու է ու իր ճաշակով սկսելու է նորից կառուցապատել, խախտելով պարոն Տավթյանի ասած բոլոր նորմատիվներն ու չափանիշները։ Պարոն Տավթյան, իսկ քաղաքաշինական այլ ինչ լուրջ հիմնախնդիրներ կան։ Քաղաքաշինական հիմնախնդիրները Գյումրի քաղաքում բազմաթիվ են, կարելի է շատ թվարկել, բայց առաջնահերթության սկզբունքով դեռևս տարիներ առաջ բարբերաբար ասել ենք, խոսել ենք, գրել ենք, երկրաշարժը անշուշտ շատ վատ բան էր, որ տեղի ունեցավ, բայց իր հետևանքներից հետո հնարավորություն ստեղծեց, որ առանձին տարածքներ, որտեղ որ քանդվել էին շենքերը, բարեկարգվեին, կանաչապատվեին եւ պարտադիր չէր, որ բոլոր տարածքները կառուցապատվեին, բայց կային տարածքներ անշուշտ պետք է կառուցապատվեին, բայց այդպես չեղավ, այդ կառուցապատումները, տարածքները ես նորից եմ կրկնում, բացարձակապես ոչ մի չափանիշի, ոչ մի չափորոշի չի համապատասխանում։ Հատակագծով, գոտիավորման նախագծով չէին կառուցել։ Գլխավոր, ես ասեմ, հողամասերի օտարումը, օգտագործման տրամադրումը վերջին տարիների ընթացքում իրականացվել է եւ հողային օրենսգրքի, եւ գլխավոր հադագծի, եւ գոտեվորման նախագծի բազմաթիվ շեղումներով։ Եվ դրանից բացի, ուրեմն կանաչ տարածքներում տեղադրված այդ տնագները, որոնք որ դեռևս չէին օրինականացվել եւ սեփականության իրավունքով դրանց հողատարածքները չէին փոխանցվել այդ ֆիզիկական կամ իրավաբանական Պես մեծ պրոբլեմ չէին առաջացնում, բայց երբ որ արդեն այդ պրոցեսը տեղի ունեցել, արդեն խնդիր է առաջ գալիս այդ տարածքներում հետագայում կառուցապատումներ իրականացնելու համար, տարածքների իրացման խնդիր է առաջ գալիս։ Բացի դրանից կանաչ տարածքներում, որոնք նախատեսված էին գլխավոր հադագծով եւ նաեւ
նախքան գլխավոր հադագծով նախկինում գույությունած կանաչ տարածքներում այդ նման շինությունների օրինականությունը ընդհանրապես անհասկանալի եւ անթույլատրելի բան էր, առավել եւս ժամանակավոր կառույցների օրինականացումը։ Իսկ դրա ինքնակամ շինությունների օրինականացումը մեծ խնդիրներ է առաջ բերել Գյումրի քաղաքի համար եւ բոլոր տեսակի քաղաքաշինական խնդիրները մտցրել է փակուղի։ Այսինքն ինքնակամ շինությունների օրինականացումը 20 տարի պարբերաբար ժամկետ երկարաձգելով օրենքների մեջ ժամկետ երկարաձգելով եւ օրինականացնելով չէր կարող բերել, ասենք, դրական արդյունքների, որտեղ անհամատեղելի բան է ինքնակամ շինություն, օրինականացում եւ խոսել քաղաքաշինական կամ ճարտարապետական ինչ-որ մի դրական արդյունք ստանալու չի լինում այդպեսի բան։ Բացի դրանից կներեք ասեմ, ինքնակամ շինությունների օրինականացումը նույն ռեժիմով, ինչպես հանրապետության մյուս քաղաք բնակավայրումը անել Գյումրի քաղաքում, այնտեղ մի շարք խնդիրներ կան, չէր կարելի։ Առավել եւս Գյումրիի արկելոցի պատմաճարտարապետական միջուկի տարածքում։ Դրա համար այսօր շատ խնդիրներ են կուտակվել եւ դրանց լուծումները ըստ էության մի շարք դեպքերում մտել են տարապես փակուղի, որտեղ մեծ արդեն ներդրումներ են պետք է տարածքները իրացնելու, փոխհատուցում տալու, նոր կառուցապատումներ իրականացնելու համար։ Իսկ եթե կա ինքնակամ շինությունը եւ դրա օրինականացման հարցն է դրված, եւ եթե դա հակասում է հատակագծին, կոդիավորմանը եւ այլն սկզբունքներին, քաղաքաշինական նորմերին, այդ դեպքում ինչ է արվել։ Կառուցվել է շինությունը։ Ասեմ, ես մի քանի անգամ ասել եմ, կարող է շատերի համար, որ հիմա ասում եմ, հաճելի չէ այդ ինչ որ ասում եմ, որտեղ ասենք շատերը ինքնակամ շինություններ են ունեցել, օրինականացնել են կամ հիմա ունեն։ Վերվում են թե ոչ։ Չես ասեմ, այդ օրենսդրությամբ կարգը, որով սահմանվում է ինքնակամ շինությունների օրինականացումը, նախատեսված է, թե այնտեղ ինչ պահանջների պետք է ուրեմն բավարար։ Ես դրա համար եմ ասում, եթե վերցնենք մենք մի ուսումնասիրություն անցկացնենք, վերցնենք մի 100 դեպք, տեսնենք թե իրոք համապատասխանում են այդ չափանիշին կամ պահանջներին, կհամոզվենք, որ 90-ի դեպքում բացարձակապես չի համապատասխանում այդ ուրեմն պահանջներին։ Նու 5-ը կարող է այսպես մի քիչ, 5-ի դեպքում էլ կարող է օրինականացվել։ Խնդիրը կանում է նրանում, որ այդ ամբողջ լիազորությունը ինքնակամ շինությունների օրինակ տրված է եղել օրենսդրությամբ համայնքների ղեկավարներին եւ անշարժ գույքի կադաստրի ստորաբաժանումներին, որոնք այդ գործառույթները իրականացրել են։ Այդտեղ դրա համար մի շարք շեղումներ առկա են։ Շնորհակալություն։ Իսկ ընդհանրապես Գյումրի քաղաքը քաղաքաշինական կանոնադրություն ունի թե չունի, եթե չունի, անհրաժեշտ համարում եք թե ոչ։ Պարոն Շախուլյան։ Այդպիսի կանոնակարգ իհարկե փորձեր կատարվել է, ինչ որ նախագծեր է կազմվել, բայց այսօր այսպես ասած առաջնահերթությունների մեջ է դրած թեև չկա, այսինքն լավ չկա, անհրաժեշտ համարում եք։ Բնականաբար եւ շատ կարեւոր է որ դա լինի եւ լինի մշակված ամենայն բարեխղճությամբ եւ ի նպաստ որպեսզի այս խնդիրների գծիկը սկսի քանդվել գոնե եղած դերությունը առավել եւս չվադանա բարելավում կնա։ Կանոնադրությամբ ինչ հարցեր կլուծվեն։ Ուրեմն նախ ասեմ, որ կանոնադրությունը ոչ թե անհրաժեշտ համարելու խնդիր է, այլ դա օրենսդրության պահանջ է։ Տիմի մասին օրենքում հստակ գրվում է, որ համայնքը պետք է ունենա քաղաքաշինական կանոնակարգ։ Էլ մենք որոշենք դա կարևոր է կանոնադրություն։ Դա որոշել դա ունենանք, թե չունենանք, դա արդեն ինձ թվում է աբսուրդ է, այսինքն օրենքին հակասում է։ Երկրորդ, մենք երբևէ չենք ունեցել ոչ մի նախագիծ, պարոն Շահգուլյան, որը եղել է կանոնադրության, քաղաքաշինական կանոնադրության։ Մենք ունեցել ենք քաղաքաշինական խորհրդի ինչ որ կանոնադրության նման կամ կանոնակարգի նման ինչ որ նախագիծ, որը ասեմ որ այսօր ունենք քաղաքաշինական խորհուրդ, որը էական ոչ մի հարց չի լուծում, դա պարզապես համայնքի ղեկավարի ցանկությունն է, համայնքի ղեկավարի նախաձեռնությունն է, լավ բան է, որ ունենանք, բայց առանց կանոնադրության ունենալու, հա, քաղաքաշինական կանոնադրություն ունենալ քաղաքաշինական խորհուրդ ինձ թվում է դա նույն այդ բանի աբսուրդի ոլորտից է, էլի, որ մենք չենք կարող ոչ մի հարց էականորեն քննարկել այնտեղ։ Նամանավանդ որ խորհուրդը ոչ մի կերպ չի հաստատվել, ոչ համայնքի ղեկավարի կողմից, ոչ ավականու կողմից, ոչ մի իրար լիազորությունները հստակ չեն։ Դա ընդամենը խորհրդատվական մարմին է, որը ոչ մի էական խնդիր հարց լուծել չի կարող։ Պարզապես խորհուրդ է տալիս, հա կարելի է այսպես ինչ որ բան անել։ Դա կարծիքը հաշվի առնել կամ չառնել,
արդեն կարող են բացարձակ հաշվի չառնել այդ խորհուրդը բաժինը լուծելից։ Իսկ թե ինչ խնդիրներ կարելի է լուծել կանոնադրության հետ կապված։ Կանոնադրությունը հենց լիներ, ես չեմ կարծում, թե մի հատ մեծ խնդիր էր լուծելու։ Մենք ունենք գլխավոր հատակագիծ կոդիավորման նախագիծ, ամեն օր խախտում ենք։ Հիմա խախտելու ենք նաև կանոնադրության պահանջները, ինչ տարբերություն։ Ես ասեմ, քաղաքաշինական խորհուրդը անշուշտ խորհրդատվական մարմին է, բայց վերջին շրջանում քաղաքաշինական խորհրդով որոշ հարցեր դրական առումով լուծել ենք։ Հարցեր, օրինակ։ Նախագծային փաստաթղթերի վերաբերյալ, որ դրվում է քննարկման, լուծումների հետ կապված։ Քաղաքաշինական լուծում։ Հա, որոշակի արդյունքներ անշուշտ քիչ, բայց չէի ասի թե շատ բավարար էր, բայց փորձել ենք որոշակի հարցեր լուծել էլի։ Կներեք, պարզապես ասեմ, որ վերջի 6 ամսվա ընթացքում առնվազն 10 հարց եմ առաջադրել համայնքին ու խնդրել եմ դրանք դնել քաղաքաշինական խորհրդի քննարկմանը։ Մինչև մի դրանք չեն տրվել քննարկմանը, որովհետև իմ կարծիքով նախ քաղաքաշինական խորհուրդը շատ հարցերի չի է կարող պատասխանել, հա, ու մյուս առումով, եթե նույնիսկ պատասխանի էլ տա իր կարծիքը, հա, հետո վստահ չեմ, որ հետո դա հաշվի առնվելու, իրականացվելու է հենց այդպես։ Դեռ շատ հարցեր, ելի եմ ասում, կապված է հենց գլխավոր հատակագծի ու կոդիավորման նախագծի պահանջների հետ։ Եվ եթե մենք խախտել ենք դա, հիմա քաղաքաշինական խորհրդի բանը խախտել է ինչ բաներ, որ ստեղծվել ես կարծում եմ, որ հարցեր չպետք է լուծել։ Չէ, խորհուրդը լավ բան է, շատ ցանկալի բան է, պետք է որ ունենանք, պետք է որ այնտեղ մասնագետ մարդիկ քննարկեն այդ հարցերը, բայց ելի եմ ասում, ինքը իրավական առումով ոչ մի տեղ չունի այդ համակարգում։ Այսինքն իր որոշումները վերջին հաշվով ղեկավարը ամեն դեպքում հաշվի չի առնի խորհրդի կարծիքը։ Խորհրդի կարծիքը կարող է հաշվի առնել, բայց կարող է եւ չառնել այդ կարծիքը։ Այսինքն, հա, քաղաքաշինական խորհուրդը ասում է իր կարծիքը, դա ընդամենը խորհրդատվական մարմին է, նորից եմ ասում, եւ եթե այնտեղ որոշակի հարցեր առաջ էլ գնացել են, ես վստահ եմ, որ որոշակի մարդկանց անձնական բաների, այսպես որակների, մասնագիտական հիմնավորումների արդյունքում է եղել, ոչ թե իսկապես խորհրդի քննարկման արդյունքում առաջացած բաներ են, էլի, այսպես որոշումներ են։ Ես ասեմ, քաղաքաշինական խորհուրդը նոր բան չի, որ ասենք մի նոր հանգարց մտածել ենք, որ նոր ենք ստեղծում բան։ Նախկին տարիներից, դեռևս խորհրդային տարիներից դա եղել է գլխավոր ճարտարապետին առընթեր, այն ժամանակ իհարկե կարգավորված եղել գլխավոր ճարտարապետի ուրեմն օրենսդրությամբ, կանոնադրությամբ, խորհրդատվական մարմին է եղել իհարկե, եւ այս վերջին շրջանում քաղաքապետի նախաձեռնությունն էր, որովհետեւ նորից քաղաքաշինական խորհուրդ ստեղծվեր տարբեր մարմինների ուրեմն ներկայացուցիչների մասնակցությամբ։ Դա է, նոր բան չի, մի շատերի մոտ կարծիք է ստեղծվել, որ սա ինչ-որ մի նոր բան է, քաղաքաշինական խորհուրդը հանգարց նոր հայտնագործել ենք, բան։ Շնորհակալություն։ Պարոն Շախուլյան, մենք ունենք կանաչապատման ծրագիր, մենք ունենք հրապարակների ձևափոխման ծրագիր, նախագիծ, այդպիսի բան ունեցել ենք։ Ունեցել ենք եւ ունենք։ Բայց այդ ամենը կանաչապատման մասին է, թե հրապարակների ձևափոխման։ Երկուսի մասին է։ Այո, ունեցել ենք տարբեր ծրագրերով, այդ թվում նաև որոշ ծրագրեր համայնքի բյուջեից առանձնացումներով իրականացվել են եւ դրանք հավանաբար կշարունակվեն արվել։ Այստեղ խնդիրը այն չէ թե արվում է թե չի արվում, այստեղ խնդիրը այն է թե ինչպես է արվում եւ ինչ ծավալի է արվում։ Եվ ինչպես է Պարբերաբար, եթե վերցնենք հիմնականում քաղաքի կենտրոնական հատվածում լինում են ինչ-որ կանաչապատման սեզոնային աշխատանքներ է լինում, դա սիզամարգերն է, բաներն է, կենտրոնական հրապարակը վերջի տարիներին երևի 3 անգամ նորոգվել է տարբեր տեսքերով, հիմնականում նույնն է մնացել իհարկե, բայց վերջի շրջանում ինչ-որ փոփոխություն է, թե դա լավ է, թե վատ է, չգիտեմ, բայց կան աշխատանքներ այդ ուղղությամբ։ Կան աշխատանքներ կամ եղել են նաև նորակառույց թաղամասերում այն հատվածները, որոնք որ կանաչապատման համար են տրամադրված եղել։ Այդտեղ էլ
ուրիշ խնդիր է առաջացել, քանի խնամք է տարում այդ տարածքում ծառերը կամ ասենք կանաչապատ մագերեսները կամ այդ ծառուղիները կարողանում են ինչ-որ տեսք պահպանել, բայց եթե խնամք չի տարվում, դա կորցնում է իր արդեն նպատակը։ Ինչ խոսք ցանկալի է, որ այդ միջոցառումները եւ կանաչապատման եւ բարեկարգման եւ կենտրոնական հասարակական այսպես հրաբարակային հատվածների փոփոխությունները դրական իմաստով իհարկե կատարվեն այդպես ընդանուր քննարկման արդյունքում հաստատվող նախագծային փաստաթղթերի կամ ծրագրերի հիման վրա, որովհետև նույն գումարի սահմաններում կարելի է, չգիտեմ, այնպիսի միջոցառումներ կատարել, որոնք ճիշտ է պետք են, բայց կան ավելի կարևոր, որոնցից առաջինը երևի կանաչ մագերեսների, այսպես ասած, ավելացումն է, խնամքն է կամ բազմազանությունն է։ Իսկ ի՞նչն է խանգարում քաղաքապետարանին, որպեսզի առաջնահերթությամբ Չէ, դա արվում է, դա ամեն ինչը գալիս է, գիտեք ինչ, արվում է, թե չի արվում, դա այդպես չի, բայց դե միշտ ակնկալիքը ավելի է լինում, քան թե մարդկանց ցանկությունն է։ Խանգարող բան չկա, այստեղ հիմնականում ֆինանսականն է եւ կազմակերպելու ճիշտ ձևով կազմակերպելու։ Արդյունավետ ձևով։ Շնորհակալություն։ Մի երկու բառ ասեմ, մի երկու չէ, մեկնաբան, խոսք մեկնաբան չեմ եկել բանը։ Առաջին մի քանի հարց ասվեց, որ ես համեստորեն իհարկե փորձեմ այս հաղորդման ընթացքում կարճ խոսել եւ բայց ամեն դեպքում մի քանի բան չեմ կարող ազնվորեն չարտահայտվել։ Առաջինը ինքնական կառույցների օրինականացում է ճիշտ հակառակ կարծիքին են, որ մարդիկ, ովքեր ում պետությունը չի ապահովել բնակարանով, իրենք կարողացել են մի հողակետորի վրա կառուցել ինչ-որ մի եւ չի խանգարում քաղաքաշինական, չգիտեմ, տեսքին եւ այլն, բայց ես ասեմ, օրենքի շրջանակներում կառուցված այդ շինությունները փողոցների լայնքով ավելի շատ քաղաքաշինական նորմերի խախտում է, քան այն ապօրինի ինքնական կառույցները, որը ավելի ծայրամասային կամ կանաչ կոդիներում է, որովհետեւ Գյումրիում պետք է առաջնային խնդիրը դրվի մարդու պահպանության, մարդը պետք է ունենա ապրելու բայր, որովհետև եթե մարդ չի առանց հետը մնացել ենք 1/3 քաղաքի, եթե մարդը իր կենսագործունեության համար, չգիտեմ, բնակարան, աշխատատեղը վայր պետք է ունենա, եւ մենք պետք է ունենանք շատ հոյակապ քաղաքաշինական պատկերով կամ կանաչ տարածքով մի հատ ամայի բնակավայր, դա ոչ մեկին պետք չէ, ինձ առավելից պետք չէ։ Եթե իմ համակարգ, բայց երկրորդ հարցը, վերջին շրջանում մենք արեք ազնիվ լինենք, վերջին շրջանում նաեւ հանրային կարծիքը հաշվի առնելու ավանդույթ է ձևավորվել եւ ինձ համար հասարակական կարծիքը, համայնքի կարծիքը հաշվի առնելը ավելի էական է, քան ինչ-որ պատգամավորների կամ չգիտեմ ում գրված կանոնադրությունները կամ օրենքները, որովհետեւ օրենքները այսօր գրում ես, տեսնում ես, որ կարծես թե նորմալ է, վաղը տեսնում ես, որ այդ օրենքներիցերը կրակնենք։ Ինքն նույն 432 որոշումը, որ կառավարությունն է, եւ 432 որոշման պատճառով հարյուրավոր ընտանիքներ քայքայվել են, հարյուրավոր ընտանիքների ճակատագրեր փլուզվել են։ Դրա համար, եթե որևէ իշխանություն վերցնի եւ 432 որոշումը շեղվեր, ես ճիշտ ասած կլռեի։ Որովհետեւ ի տարբերություն իմ ընկերոջ, ինչի եմ գալիս, խորհրդակցական մարմինը, որ խոսում են քաղաքապետարանի, հա, հնարավոր է կանոնադրություն չկա, բայց մարդուց ղեկավարից է կախված հաշվի կառնի, թե չէ։ Մարդկա իր ընտանիքի անդամների հաշվի առնում է, խորհրդակցում է, մարդը կա հազարատ, չգիտեմ, ընտանիքի մասին որոշումներ, օրենքներ կա, հաշվի չի առնում։ Դրա համար համենայն դեպս վերջի շրջանում որևէ քաղաքաշինական կոպիտ խախտում Գյումրիում չի տեղի ունեցել։ Սրա մասին խոսենք։ Այս հասկանում եմ իմ գերեքը, որը ինքը օրենքներ բնապահպանական բաներն է առաջնային համարում։ Ես մարդն եմ ճիշտ համարում։ Մենք բազում խախտումներ։ Այսինքն հարցեր եք, խախտումների հարցեր եք, խախտումների հագադարձեմ, ես հագադարձեմ, օրենսդրությունը պետք է լինի այնպեսին, որ կախված չլինի որևէ պաշտոնյայի անձի ցանկությունից կամ կամաջիկից։ Չէ, մենք սկսում ենք խոսել այն մասին, որ ասենք մեկը լավն է, մյուսը վատ։ Օրենսդրությունը պետք է լինի այնպեսին, որ անձը տեղ դերակատարություն չունենա։ Մյուս խնդիրը։ Ես նոր ասեցի եւ ես չեմ ասում, որ կենտրոնական, ես որ խոսում եի կառուցապատումների,
անհամապատասխանության, քաղաքաշինական, ճարտարապետական պահանջների նորմերի վերաբերում հենց կենտրոնական փողոցների կառուցապատումներին։ Իսկ մյուս խնդիրը, երբ որ դուք ասում եք, թե մեկ իր համար տուն է կառուցել եւ անօթեւ չկա նման բան, որ մեկը հանգարց հրաժարվել է ուրեմն բնակարան ստանալուց եւ իր համար տուն է կա ու դուրս է եկել հետ։ Դա չկա նման բան։ Եվ եթե դուք իրոք ուզում եք քաղաքաշինական նորմալ միջավայր ունենալ, մենք տեսեք հագաստության մեջ ենք, ասում ենք քաղաքաշինական նորմալ միջավայր, մյուս կողմից ասում ենք շատ լավ է, որ բանիկնական շինություններն օրինականացել են։ Ես էլ եմ ասում, շատերի դուրս չի գալու իհարկե, որ ասում են։ Չի կարող նման բան լինել։ Քաղաքաշինական նորմալ վիճակայր մենք չենք կարող ունենալ, եթե 20 տարի անտառ ինքնական շինություն ենք օրինականացնում։ Մյուս խնդիրը, Գյումրիում մենք ունենք մոտավորապես 3500 ընտանիք, անօթեւ ընտանիք, ովքեր պետության կողմից փոխհատուցման ենթակա չեն տարբեր պատճառաբանություններով։ Մեկը ՊԳԲ է ստացել, մեկը ընտանիքը կիսվել է եւ այլն եւ այլն։ Տարբեր։ Միայն չի որ բնակարան պետությունից մի քանի անգամ ստացել է, վաճառել եւ այլն։ Նման բան չկա։ Հիմա ընտանիքների խնդիրը ոնց է լուծվելու։ Դուք ինչ տարբերակներ կմշակեք։ Եվ հիշեցնեմ, որ մենք ուղիղ եթերում ենք ծեզ հուզող հարցերը թեմայի վերաբերյալ կարող եք հղել 50542 եւ 30542 հեռախոսահամարներով։ Այժմ շարունակենք քննարկումը քաղաքաշինական խնդիրներին էր վերաբերում եւ ինքնակամ շինությունների օրինականացման կարգին եւ կոնկրետ այս դեպքում դուք կանաչ տարածքներին։ Ուրեմն ես կարծում եմ, որ իհարկե շատ կարևոր է այս քաղաքի համար առանց բացառության առաջի տեղում այս քաղաքում անօթևանների խնդիրն է, բայց անօթևանների խնդիրը չի կարելի լուծել քաղաքաշինության հաշվին։ Ես կարծում եմ, որ կարելի էր կանաչ տարածքներում նրանց թույլ տալ անժամկետ ապրել, ինչքան ուզում են, բայց այդ տարածքները սեփականության իրավունքով չփոխանցել նրանց։ Ոչ խնդիրը այստեղ է, ոչ էլ 1/3 անձի կամ որևէ իրավաբանական կամ ֆիզիկական անձի, բայց նրանց տեղից չհանել։ Խնդիրը միայն այստեղ է։ Մյուսը, ինչ հարցը վերաբերում էր կանաչ տարածքների նախագիծ կա թե չկա դրան։ Ուրեմն ես գտնում եմ, որ կանաչ տարածքների նախագիծ, որպես այդպիսին առանձին նախագիծ քաղաքի համար երբևէ չի եղել։ Վերջի 20 տարվա ընթացքում չեմ հիշում, որ մի հատ առանձին կանաչ տարածքների հատուկ նախագիծ գծված լինի։ Ու գլխավոր հատակագծի այն հատվածը, որը վերաբերում է կանաչ տարածքներին, ինքնին նախագիծ է։ Մենք այսօր ունենք դրա բազմաթիվ խախտումներ, եւ եթե ասում ենք, որ կանաչ տարածքները այսօր Գյումրիում քիչ թե շատ բարելավել են այս փողոցում, այն փողոցում, ես միայն մի բան կարող եմ ասել։ Մինչև այսօր Գյումրի քաղաքի կենտրոնական հատվածը եւ բացի Մուշ թաղամասից, նորակառույց Մուշ 2-2-ից, ոչ մի հատվածում մենք չունենք ոռոգման ցանց։ Ինչ կանաչապատման մասին է խոսքը, եթե մենք ոռոգման ցանց բացարձակապես չունենք։ Ու բոլոր տեղերում կանաչապատումը այսօր Գյումրի քաղաքի տարածքում ընդհանրապես Հայաստանում միայն Գյումրիում չէ, սկսել է ստանալ մեկ այլ իմաստ, այսինքն սկսել են գազոններ անել, ծառեր չտնկել, որոնք հիմնական մագերես են ստեղծում եւ հիմնական բնապահպանական էֆեկտը տալիս են ծառերը, որովհետեւ գազոնները շատ արագ հեռացնել հեշտ է, բնակչության դիմադրությանը չեն հանդիպում, իսկ մի ծառին մի հատ մատով կպնելը կարող է բնակչության հակին փողոքներին հանդիպել։ Սա Երևանից սկսվել է եւ շարունակվում է, Գյումրիում նույնպես շարունակվում է, ծաղկատնկումը դարձել է, ասենք Հայաստանում բոլոր համայնքների բյուջեի փողերը լվալու լավագույն ձևը։ Եթե ասենք 4 հատ ծաղիկ է տնկում, դա կազմում է մոտավորապես 1000 դրամ, 1000 դրամով կարելի է մի լավ տնկի տնկել, որը հետագայում դառնալու է ծառ ու ամեն տարի խնամք ու հadoop միջոցներ չի պահանջելու։ Այդ 1000 դրամը 4 հատ ծաղիկի համար ամեն տարի նորից 1000 դրամ պահանջելու էր, դրանց տեղը նորից եկող տարի 1000 դրամի էր տնենք։ Այսինքն կանաչապատումը սկզբունքորեն փոխվել է, առաջվա կանաչապատումը չէ։ Ես գտնում եմ, որ այս առումով Գյումրի քաղաքը պետք է իսկապես լուրջ մտածի ու լուրջ վարի քաղաքականություն կանաչ տարածքների, որովհետև Գյումրի քաղաքը Հայաստանի 3 ամենափոշոտ քաղաքներից մեկն է։ Եթե Արարատում ու Հրազդանում դա բացատրվում է նրանով, որ ցեմենտի կոմբինատներ կան, Գյումրիում ոչ մի կերպ չի բացատրվում, դա իհարկե բացատրվում է փողոցների անբարեկարգ վիճակով, դա բացատրվում է կանաչ տարածքների սակավությամբ, դա բացատրվում է հողմապաշտման անդառաշերտերի բացակայությամբ եւ մի շարք այլ խնդիրներով։ Այսինքն մենք պետք է լուրջ ուշադրություն դարձնենք այս հատվածին եւ ոչ մի նորմատիվի չի համապատասխանում։ Մենք այսօր ունենք կանաչ տարածքների հաշվարկներ, որոնց մեջ մտցված են նաեւ գազոնները, եւ մենք քաղաքի 90% հատվածներում գազոնները շատ ավելի հեշտ անցանելի տեղեր են, քան ասֆալտապատ հատվածները։ Օրինակ Գարեգին Նեժդեի փողոցում ասֆալտապատ հատվածում անձրևից հետո չես կարող անցնել, բայց գազոնային հատվածով շատ հանգիստ կարող ես անցնել, այնտեղ լավ տրորած հողային շերտ է։
հեշտ է անցնել։ Այսինքն մենք պետք է սկսենք սկզբունքորեն փոխել այս քաղաքի կանաչապատման իմաստը։ Քննարկումների առումով վերջի շրջանում միակ քննարկումը, որ եղել է հրապարակի հետ կապված, ուրեմն այդ քննարկումը իսկապես շատ լավ նախադեպ էր, չի կարելի այդ բացառել իհարկե, որ շատ լավ նախադեպ է այն առումով, որ իսկապես դրվում է հանրային քննարկման իմաստային առումով փոփոխության հիմք։ Բայց վատ էր այն, որ մենք ընդամենը մի գործարարի առաջարկով կարող ենք մի ամբողջ հրապարակի ուրեմն կանաչապատման նախագիծ կամ Եղևնիների հարց, ճակատագիր դնել քննարկման, բայց տասնյակ տարիներով հասարակական կազմակերպությունները հարյուրավոր հարցերով դիմել են, ոչ մի հարցի նկատմամբ պես ուշադրություն չի եղել, պես մեծ հանրային քննարկում չի կազմակերպվել։ Երբ որ նույնիսկ մենք 40 ՀԿ-ով ստորագրել դիմել են քաղաքապետարանին, խոսքը այս ու նախկին քաղաքապետարանի մասին չէ, ընդամենը համայնքային մագարտակով, հա, այդ հարցերը քննարկելու մասին, այսինքն մի գործարարի կարծիքը, մի գործարարի դիմումը շատ ավելի ուժեղ էֆեկտ ունի մեր թիմի վրա, քան 40 կամ 30 հասարակական կազմակերպության թիմումը կամ թեկուզ մի հասարակական կազմակերպության թիմը, որ ընդամենը խնդրում է իր հարցերը դնել քաղաքաշինական խորհրդի քննարկման։ Սա իմ կարծիքով արդեն բան է, մի քիչ, բայց արի ազնիվ ենք, էլի։ Իհարկե ազնիվ ենք, ես ինչ որ ասում եմ, լրիվ ազնվությամբ եմ ասում։ Քանի որ որոշ լավ, ես որևէ շահագրգռվածություն չունեմ, առավելս քաղաքապետարանի ներկայացուցիչ չկա, թող քաղաքապետարանի ներկայացուցիչ պաշտպանի, բայց հրապարակի Եղևնիների խնդիրը միայն մի բիզնեսմենի կամ չգիտեմ մի բանկի ղեկավարի կողմից առաջադրված խնդիր չէր։ Հանրային քննարկման օրը հենց պես ասվեց։ Հանրային քննարկման օրը պես ասվեց։ Այդ խնդիրը կախված էր օդից։ Այսինքն մենք վերջին 10 տարին առնվազն Գյումրիում հասարակական քաղաքական շրջանակներում առավել եւս երբ Լենինի օղակի կամ հիմա չգիտեմ ոնց է կոչվում ազատության հրապարակի հրապարակի եղերները կդրին դրանից հետո առհասարակ եղերների խնդիրը դրված էր օդից կախված էր հնարավոր է պատճառը հանրային քննարկման դիպվածը պատճառը լիներ այդ մեկի գրությունը բայց որ այդ խնդիրը հասարակությունում կար ամենափրկիչի դիմացը բացելու առումով եւ այլն լինենք ազնիվ այդ առումով ոչ թե ուզում ենք պաշտպանել բայց մյուս խնդիրը կանաչապատման խնդիրը այդ թեմայով դուք ինչ խոստացել եք 2 րոպե հիմա իհարկե երբ որ ես ինքս ինչ եմ այդ թեման ինձ գիտես որ իմ հասարակական կորզունեությունը սկսվել է բնապահպանական շարժումներից 1987 թվականից առավելից 87-94 թվականներին Գյումրու կանաչապատման տեղամասերից մեկի կենտրոնի տեղամասի այգեվայլն եւ որոշակի ներդրում ունեցել եմ հատկապես երկրաշարժի ժամանակ պահպանության եւ շահագրգռված անձեմ։ Երբ որ ասում եք նախկինի կանաչապատումը, չէ, հավանաբար խորհրդային միությանը նկատում եք, ոչ անցած 13 տարվա։ Այսինքն նախկինի։ Չէ, դու ասում եք ներկայիս կանաչապատումը նախկինի կանաչապատումը չէ, հիմա գազոն են կառուցում, որովհետեւ հետագայում քանդեն։ Իհարկե խորհրդային միության ժամանակ էլ կար բայց իհարկե խնդիրը առաջին ամենամեծ սխալներն է երբ որ որևէ խանութ դիմում է ծառ կտրել եւ թույլ է տրվում եւ խոստանում է ծառը նորից տնկել չի տնկվում դա քաղաքապետի ուշադրության կենտրոնում լինի այդ ամեն ինչը կա հասկանում ենք բոլորը հասկանում են մենք գիտենք քաղաքը գիտե եւ սպասում է որ այդ խանութները որոնք ծառեր են կտրել նորից բերեն տնկեն չգիտեմ ճաշարանն ռեստորանը ինչ են երկրորդ որևէ ծառ չպետք է կտրվի համաձայն եմ քաղաքից եթե նույնիսկ ծառ պետք է կտրվի մի քանիսը պետք է տնկվի եւ առաջին խնդիրը պետք է լինի ռոռոկման համակարգի ստեղծումը նոր լայնամասշտաբ բայց ես համոզված եմ որ նաեւ լավ գազոն ունենալը նաեւ որոշակի գեղեցկություն է ասենք այնպես չի որ Շնորհակալություն, ես ստիպված եմ սահմանափակվել ձեր խոսքով, որովհետև մեր ժամանակը իսկապես սպառվել է։ Հարգելի հեռուստադիտողներ, ավարտվեց Եղիր իրազեկ հաղորդաշարի հերթական թողարկումը, այն իրականացվում էր Գյումրու առաջընթաց քաղաքացիական հասարակության նախաձեռնությամբ եւ Counterpart International Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ։ Եղեք իրազեկ։ Thank you.